Հայաստանում տավարի մսի արժեքը շարունակում է մնալ չափազանց բարձր, և կա ենթադրություն, որ դա ամենևին էլ վերջը չէ։ Խոշոր եղջերավորների մսի դեֆիցիտն իրեն զգացնել է տալիս արդեն մի քանի տարի, և դա ունի շատ հստակ պատճառներ։ Անասնապահությամբ զբաղվողների թիվն է գնալով նվազում, եղած գլխաքանակն էլ պակասում է հիվանդությունների տարածման հետևանքով։ Սրանք մեկը մյուսի հետ ուղղակիորեն փոխկապակցված են։ Հիվանդություններն անասնապահությունը դարձնում են բավականին ռիսկային բիզնեսի տեսակ։ Վերջի անգամ երբ եք լսել պետությունը ինչ որ տարածաշրջանում կարանտին հայտարարի, շատ բան չեմ ասում, կարանտին ուղղակի ախտահանի, ստուգի, լվա եւ այլն, չթողի նախիր անեն։ Որն է մեր գործողությունները, որ խոզերը ֆերմաներում sense համատարած սատկում էին, թե որ կովը դուսեր գալի նախիր, հետեր գալի կճղակները վրից ընկնում էին։ Խոզաբուծության ոլորտում էլ շարունակում է սպառնալիք մնալ աֆրիկյան ժանտախտը, որը մի քանի օրում ոչնչացնում է ամբողջական տնտեսություններ։ Խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում էլ առավել տարածված է բրուցելիոզն ու դաբաղն են։ Ի տարբերություն տավարի, խոզի մսի գինն այդքան բարձր չէ, քանի որ դասից, հիմնականում Ռուսաստանից, մեծ քանակությամբ պաղեցված միս է ներկրվում երկիր։ Հանրային սննդի կետերի գերակշիռ մասը հենց նման միս է օգտագործում, նշում են մասնագետները։ Ըստ այդմ, տեղական մսի պահանջարկը որոշակիորեն բավարարվում է և թարմ խոզի մսի արժեքը չի բարձրանում։ Ենթադրվում է, որ պետությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր հիվանդությունների տարածվածության խնդիրը լուծելու և հնարավորինս շատ ֆերմերների շահագրգռելու համար։ Ու ահա, օրեր առաջ կառավարությունն այս ոլորտին առնչվող որոշում կայացրեց։ Սահմանեց, որ այսուհետև հիվանդությունների հետևանքով սատկած կենդանիների համար փոխհատուցումն ավելի փոքր է լինելու։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, որը կխթանի տնտեսավարողների շրջանում անասնապահության զարգացմանը։ Միաժամանակ փոխհատուցման չափը միավորի դիմաց 55%-ից 40%-ի նվազեցնելու արդյունքում կթեթևանա պետության ֆինանսական բեռը։ Իրականում որոշման նախագծով չի սահմանվում որևէ նոր միջոցառում, որը պետք է կանխեր անասունների շրջանում հիվանդությունների տարածումը։ Մասնագետների կարծիքով այս որոշումը լուծում է զուտ խնդրի ֆինանսական հատվածը, որը կարող է ունենալ կառավարությունը անասունների ավելի մեծ անկման դեպքում։ Նախագծի ընդունման դեպքում կապահովի կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարում, բռնկման և տարածման կանխումը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներմուծման համար, կբարելավի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Տալիա փաստել, որ դուրս է եկել վերահսկողությունից եւ հասկանում են, որ ըստ իրենց ճակերտների մեջ ներառյալ անիմաստ փողեր են ծախսում կամ շատ փող են ծախսում, որոշել են քչացնել։ Եթե ոնց հասկանում ենք պակասող անասնագլխի եւ թանկացող տավարի մսի հատկապես ֆոնին, նշանակում է այդ իրանց իրականացրած ծրագրերը կոնկրետ արդյունք չեն տալիս։ Անասունների շրջանում հիվանդությունների տարածմանը մեծապես նպաստեց նաև մարզերում անասնաբուժական լաբորատորիաների փակումը, որի հետևանքով ֆերմերները ստիպված են փորձանմուշները հասցնել մայրաքաղաք եւ օրեր անց միայն պարզել, թե ինչ է կատարվում իրենց նախրի հետ։ Դրանից բացի, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ոչ արդյունավետ քաղաքականության հետևանքով արդեն մի քանի տարի է այս ոլորտին առնչվող ֆակուլտետներում կամ դիմորդներ չկան, կամ նրանց կարելի է մատների վրա հաշվել։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։